Գործարար ալիքի եթերում Mix Marketing podcast-ն է։ Ես Գայանե Դաջունցն եմ։ Մարքեթինգի թրենդերը շարունակաբար փոփոխության են ենթարկվում, թե Հայաստանում, թե աշխարհում։ Հիմնական թրենդերի եւ հնարքների մասին այսօր խոսելու եմ Թամարա Արշակյանի հետ, հյուրընկալել եմ մարքեթինգի մասնագետ, ձեռնարկատեր Թամարա Արշակյանին։ Ողջույն Թամարա։ Ողջույն։ Ուրախ եմ ձեզ տեսնելու ինձ մոտ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ շատ, լավ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Հուսով եմ մեր այսօրվա քննարկելիք թեմաները հետաքրքիր ու օգտակար կլինեն շատերին։ Ես վստահ եմ, որովհետև խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ, հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, բայց նախքան բուն թեմային անցնելը կխնդրեմ Թամարան մի փոքր պատմի իր մասնագիտական գործունեությունից, իր ընկերությունից, ինչով է զբաղվում, ինչ ճանապարհ է անցել այս մարքեթինգի հետաքրքիր աշխարհ, ինչպես է մուտք գործել եւ այնուհետեւ ես արդեն կանցնեմ իմ հարցերին։ Շնորհակալ եմ։ Ես մասնագիտությամբ մարքետոլոգ եմ, ձեռնարկատեր եմ 3 բրենդի հիմնադիր։ Բրենդերից մեկը կոչվում է Boogie Superfood, զբաղվում է գետնախնձորի օշարակի արտադրությամբ, որը շաքարի բնական փոխարինիչ է, ինչպես նաև ներկայացնում ենք matcha, այլ սուպերֆուդեր, կարելի է գտնել Երևանի սուպերմարկետներում։ Մյուսը Ginger and Rose-ն է, որը եվրոպական ոճի ծաղիկների եւ ծաղկային դեկորների բրենդ է, եւ երրորդը Huge Concept-ը, որը զբաղվում է բրենդերի առաջխաղացմամբ։ Միաժամանակ նաև գործակցում եմ տարբեր բրենդերի եւ ընկերությունների հետ եւ մշակում եմ մարքեթինգային ռազմավարություններ։ Հրաշալի է։ Խոսենք մարքեթինգից, մեր ամենասիրելի թեմայից եւ կխնդրեմ պատմեք, որոնք են այսօր աշխարհում ամենաթրենդային մարքեթինգային ուղղությունները եւ որոնք անընդհատ ձեր աչքին են ընկնում։ Շատ լավ, այսօր աշխարհում մեծ թափ է առնում աշխատակիցների կողմից ստեղծված content-ը, կոչվում է Employer Generated Content կամ կրճատ ասում ենք EGC, ինչպես նաև իրական հաճախորդների կողմից ստեղծված content-ը User Generated Content UGC-ն, ինչպես նաև Visual Storytelling-ը, Wow Marketing-ը, Digital Marketing-ը, AI-ի կիրառումը մարքեթինգում եւ ինչպես նաեւ տվյալների վրա հիմնված անհատականացված content-ի ստեղծումը։ Բացի այդ աննախադեպ զարգանում են TikTok մարքեթինգը, կարճատև, այսպես snackable content-ը։ Բացի դրանից նաեւ այսպես ակնհայտ զարգացում է ապրում բրենդային համայնքների ստեղծումը, որտեղ հաճախորդները ոչ միայն սպառում են, այլ նաև լինում են այդ բրենդային համայնքների մի մասը։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ եթե խոսում ենք օրինակ ֆինանսային համակարգից, ոլորտից, Հայաստանը բավականին զարգացած է այս ոլորտում եւ կարծում եմ մարքեթինգի առումով եւս, մենք բավականին առաջ ենք աշխարհի թրենդերին համենայնպես փորձում ենք քայլել համապատասխան։ Կան այնպիսի թրենդեր, որոնք աշխարհում արդեն իսկ տարածված են, լայն տարածում ունեն, սակայն Հայաստանում դեռևս այնքան էլ պոպուլյար չեն։ Այո, իհարկե կան։ Հիմնականում AI-ի գործիքներն են, AI ավտոմատացումներն են մարքեթինգում, նեյրոմարքեթինգային գործիքներն են, 360 վիրտուալ փորձառություններն են, նույնիսկ EGC-ին, որի մասին խոսում է, UGC-ին, երկարատև բրենդ ամբասադոր ծրագրերը իսկապես արդյունավետ են եւ մենք տեսնում ենք աշխարհում դրանց կիրառումը ինչ դրական արդյունքների է հանգեցնում։ Ցավոք Հայաստանում շատ բրենդեր դեռևս չեն կիրառում AI-ը նույնիսկ տվյալների վերլուծության ու content-ի արտադրության հարցում, մինչդեռ այդ գործիքները հնարավորություն են տալիս ծախսերը նվազեցնելու, արտադրական ծախսերը, նաև բարձրացնում են թիմի արդյունավետությունը։ Իսկ ինչն է պատճառը, ինֆորմացիայի պակասը, թե օրինակ կա չէ նմանատիպ միֆ, որ բոլորը վախենում են AI-ից, արհեստական բանականությունից, որ AI-ը կգա, կփոխարինի շատ աշխատակիցների եւ այլն, միգուցե այդ վախերն է, որ մարդիկ դեռևս խուսափում են կիրառելուց այդ գործիքակազմը, ի վերջո ես կարծում եմ, որ շատ տարիներ առաջ նույն համակարգչի կիրառելիությունը, նույն սմարթֆոնների կիրառելիությունը եւս հեշտ չի եղել։ Ես կարծում եմ AI-ը եւս նմանատիպ մի գործիք է, որին բոլորը աստիճանաբար կգան։
Կարծում եմ միաժամանակ տարբեր գործոններ են ազդում, նախ ինչպես նշեցիք, հաճախորդները, նաև բիզնեսները, մասնավորապես փոքր բիզնեսները, կարծում եմ ավելի շատ վստահում են դեռևս ավանդական մեթոդներին եւ չեն շտապում նոր բաներ փորձել, մասնավորապես AI գործիքներ։ Բացի դրանից առկա է ֆինանսական ռեսուրսների ակնհայտ սահմանափակություն, շատ բիզնեսներ չունեն բավարար միջոցներ, որպեսզի ներդնեն այդ տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես արդեն նշեցի, digital marketing-ին, ինչ որ առաջադեմ գործիքներ, արգումենտացված իրականության գործիքներ եւ այլն, բայց կարծում եմ միգուցե եւ փոքր բիզնեսների համար նպատակահարմարել չէ հենց այս պահին այդ ներդրումներն անելը, նույնիսկ ծախսերն անելը, որովհետև ցանկացած նմանատիպ ոչ փոքր ծախս պետք է նաև արդարացված լինի բիզնեսի եկամտաբերության տեսանկյունից։ Ինձ թվում է մեր հույսը մեծ խոշոր բիզնեսներն են, ինչպես նշեցիք, նաև ֆինանսական ոլորտը, որը փորձում է ներդնել նման տեխնոլոգիաները Հայաստանում։ Մյուս հարցը կարծում եմ մյուս խնդիրը բացը տեղեկացված լինելու պակասն է, որոշ բրենդեր նույնիսկ չգիտեն ինչպես կիրառել այս բոլոր գործիքները իրենց մարքեթինգային ռազմավարություններում։ Մենք իհարկե միայն չենք խոսում AI-ի մասին, կան անվճար գործիքներ, ինչպես օրինակ UGC-ին, EGC-ին եւ շատ այլ մոտեցումներ ու գործիքներ, որոնք կարելի է կիրառել անվճար կամ գոնե շատ սիմվոլիկ ներդրումներ անելով, բայց անհրաժեշտ է սպարագայում ուղղակի գրագետ մարքեթինգային թիմ եւ մասնագետներ։ Նշեցիք ամբասադորների մասին բրենդ, այստեղ չեք կարծում, որ ավելի խնդիրը մեր շուկայի փոքրածավալ լինելն է եւ ի վերջո մենք անընդհատ տեսնում ենք նույն դեմքերին, նույն բրենդերը ասենք գովազդելիս, դա գալիս է մեր շուկայի փոքրությունից, թե ուղղակի այս հնարքը եւս ճիշտ չկիրառելու խնդրից։ Ես կարծում եմ շուկայի փոքրությունը այստեղ այնքան էլ մեծ դեր չի խաղում, այլ ավելի շատ գրագիտության եւ մոտեցումների հարցն է, որովհետեւ շատ դեպքերում նույն բրենդ ամբասադորները կամ ինֆլուենսերները, այսպես ասենք, իրենք չունեն հստակ դիրքավորում շուկայում, համագործակցում են միաժամանակ շատ տարբեր դիվերսիֆիկացված շուկաների ու ինդուստրիաների հետ, հաճախ իրենք կոնֆլիկտային են իրար համար եւ կարծում եմ այստեղ գրագիտության հարցն է ավելի շատ, քան իսկ դա ում խնդիրն է, ինֆլուենսերը թե բրենդի ըստ ձեզ։ Ես կարծում եմ երկուսն էլ իրար կրթում են։ Ու ժամանակի ընթացքում, եթե մենք վերցնենք 5 տարի առաջ շուկան համեմատենք այս պահի շուկայի հետ, բնականաբար կտեսնենք մեծ աճ, բայց երկուսն էլ իրար կրթում են։ Միաժամանակյա գործընթաց է։ Այո։ Ես էլ եմ կարծում, որ ամեն դեպքում կա եւ ինֆլուենսերի կողմից օրինակ այդ գիտակցության մակարդակը պետքա լինի գիտակցությունը պետքա այն մակարդակում լինի, որ նույն ձեր նշած, իրար կոնֆլիկտի դաշտ բերող միաժամանակյա բրենդերը չգովազդել եւ բրենդը եւս դիմելուց առաջ կոնկրետ ինֆլուենսերի պետք է հետազոտի, ուսումնասիրի, հասկանա ում է դիմում, ինչի համար ի վերջո 100,000-ավոր հետևորդները դեռևս չի նշանակում, որ այդ հետևորդները հենց ձեր թիրախային խումբն են։ Այո։ Շատ հաճախ կա նաև այս խնդիրը փոքր բիզնեսների պարագայում, որ ձգտում են կամ շեշտը դնում են աշխատելու մեծ լսարան ունեցող ինֆլուենսերների, բայց ոչ ռելևանտ content ստեղծող creator-ների վրա ու կարծում են, որ 1-2 այդ տեսակ համագործակցության շնորհիվ կարող են մեծացնել իրենց բրենդի ճանաչելիությունը կամ նպաստել խթանել վաճառքների աճը, բայց ցավոք մենք տեսնում ենք հակառակը կամ ամեն դեպքում չենք տեսնում այն արդյունքները, որոնք կանխատեսել են փոքր բիզնեսները։ Ես կարծում եմ այստեղ վեկտորը ուշադրության կարելի է թեքել դեպի միկրոինֆլուենսերներին եւ ռելևանտ content ստեղծող creator-ներին, որոնց հետ համագործակցությունները շատ հաճախ ավելի մատչելի են, թիրախային են, որակյալ են, բայց ինչպես դուք էլ նշեցիք, այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ որակի content է տալիս նման ինֆլուենսեր, էական չէ, միկրո, թե մակրո, որովհետև ընտրելով ոչ որակյալ չասենք, ձեր բրենդին ոչ համապատասխան content ստեղծող ինֆլուենսերի կարող եք թերի ասոցիացիաներ բերել դեպի ձեր բրենդ։
Այո, եւ ի վերջո հետազոտությունները վերջին 2 տարվա, եթե չեմ սխալվում, ցույց են տալիս, որ միկրոինֆլուենսերների ազդեցությունը, միկրոինֆլուենսերները ավելի ազդեցիկ են, քան մակրոինֆլուենսերները, այնպես որ պետք չէ գնալ միայն թվերի հետևից, միանշանակ արդյունավետության չափման ավելի ճիշտ մեթոդներ կան, այնպես որ ուշադիր եղեք, հարգելի բիզնեսի ներկայացուցիչներ։ Որոնք են փոքր բիզնեսի համար արդյունավետ հնարքները, որոնք նրանք հաճախ բաց են թողում։ Մենք նշեցինք, որ միգուցե նրանք ունեն ավելի քիչ ֆինանսական միջոցներ, ավելի քիչ ռեսուրսներ։ Կան այնպիսի հնարքներ, որոնք իրենք կարող են կիրառել օգտագործելով ավելի քիչ բյուջե։ Կարծում եմ կուզեի նշել բրենդային համագործակցությունները, սա նոր տենդենս է, միտում է աշխարհում, նոր համեմատաբար նոր, Հայաստանում դեռևս նոր, երբ երկու փոքր բիզնես միավորվում են եւ ստեղծում են համատեղ content, արշավ կամ ինչ-որ առաջարկ, այսպես սեղմ ծախսերով կարողանում են մեծացնել իրենց լսարանը։ Սա Երևանում արդեն նկատելի է, շատ սրճարաններ, մարզասրահներ, բրենդեր անում են հետաքրքիր համագործակցություններ, բայց այստեղ էլի մի նյուանս կա։ Պետք է այս տեսակ համագործակցությունները լինեն նպատակային ու ռազմավարական։ Ցանկացած բրենդ ընտրելիս պետք է անպայման ուշադրություն դարձնել արդյոք տվյալ բրենդի լսարանի հետաքրքրությունները կամ գոնե խնդիրները հատվում են ձեր բրենդի լսարանի հետաքրքրություններին ու խնդիրներին։ Հակառակ դեպքում էլի կարող ենք մենք բացասական էֆեկտ ունենալ կամ բացասական ասոցիացիաներ ունենալ։ Շատերը SMM-ը եւ content marketing-ը նույնականացնում են, կխնդրեմ բացահայտեք մեր ռադիո լսողների եւ դիտողների համար, որոնք են այս երկուսի տարբերությունները եւ ինչ պետք է հատկապես իմանալ content marketing-ի մասին։ Շատ լավ։ Ուրեմն SMM-ը սոցիալական հարթակներում բրենդերի ներկայության կառավարումն է։ Եթե այսպես սահմանենք, որը իր մեջ ներառում է հրապարակումներ անել, պլանավորումներ անել, գովազդ դնել, կապ պահպանել լսարանի հետ։ Իսկ content marketing-ը ավելի լայն հասկացություն է, այն արժեքավոր, հետևողական, համապատասխան, տարատեսակ content-ի ստեղծումն է, որի հիմնական նպատակն է ներգրավվածության ապահովում, հեղինակության ամրապնդում, վստահության ձևավորում եւ այլն։ Ինչ ունենք մենք այսօր։ Մենք ունենք SMM մասնագետներ, ովքեր շուկա են եկել ոչ բավարար մարքեթինգային գիտելիքներով կամ գոնե content marketing-ի գիտելիքներով եւ պլանավորում, շատ հաճախ նաեւ իրենք ստեղծում են content, որը ոչ մի խնդիր չի լուծում բրենդի համար։ Այսինքն պարզապես տարբեր սոցիալական հարթակներում գրառումներ անելով մենք չենք լուծում դեռևս բիզնեսի խնդիր, քանի դեռ չենք պատկերացնում տվյալ լսարանը, չենք պատկերացնում բիզնեսի խնդիրները, չգիտենք, չենք տիրապետում storytelling-ի նրբություններին, ինչպես պետք է ներգրավվածություն ապահովել, ինչպես խոսել եւ այլն։ Կարծում եմ այս բացը կա դեռևս շուկայում եւ content marketing-ին բավականաչափ ուշադրություն չի դարձվում, կարծում եմ։ Ձեր փորձից, ինչ են սպասում հաճախորդները կոնտենտից եւ ինչ են հաճախ մոռանում բիզնեսները։ Կարծում եմ հաճախորդները, օգտատերերը սպասում են օգտակար, առաջին հերթին կրեատիվ, ներգրավող content, որը պարտադիր չի ուղղակի կերպով ներառի վաճառք։ Շատ հաճախ բրենդերը մոռանում են, որ դիտողը մարդ է եւ այդ կապը ստեղծվում է հիմնականում ներգրավող, հետաքրքիր content-ի օգնությամբ, այլ ոչ թե վաճառքի եւ որքան էլ գովազդային բյուջեներ ծախսվեն, դա էական չէ։ Եթե այն content-ը, որի վրա դա ծախսվում է, ընդհանրապես հետաքրքիր չի դեր թիրախային լսարանին։ Վերջերս նույն Instagram-յան տրենդերից է, եթե նախորդ տարիներին մենք տեսնում էինք գեր, այսպես իդեալական content, հիմա ընդհանուր տենդենսը գնում է նրան, որ ավելի բնական, ավելի հետաքրքիր, ավելի ներգրավող, օգտակար content է պահանջում Instagram-ը, բայց այստեղ եւս նկատելի է, որ նույնիսկ այդ բնականությունը
էլի մենք գնում ենք դեպի ձևականության դաշտ, այսինքն թվում է թվացial բնականությունը էլի ձևական դաշտ է մտնում, ինչով է պայմանավորված եւ կարծում եմ արդեն օգտատերերը եւս դա նկատել են ու որոշակի բացասական, այսպես հայացքով կարող են դիտել դա։ Կարծում եմ, շատ լավ հարց էր, կարծում եմ հարթակներից է կախված մոտեցումները, եթե մենք գնանք TikTok-յան հարթակ, հատկապես միջազգային TikTok-յան հարթակ, մենք ձեր նշած trend-ը շատ ակնհայտ կտեսնենք, որտեղ չֆիլտրված content է, չպլանավորված content է, մաքսիմալ բնական, շատ անհարմար ռակուրսներից, շատ հաճախ կարող ես նկարել քեզ ոչ շահեկան դիրքերով, եւ շեշտը դրված է հենց պատմությունների վրա։ Իսկ Instagram-ում կարծում եմ տարիների ընթացքում այդ ֆիլտրված, պլանավորած, շատ այսպես իդեալական կյանքից հետո մարդիկ շատ դժվար կարող են ադապտանալ այդ նոր trend-երին։ Եվ ես էլ հետևում եմ շատ տարբեր creator-ների, ում հավանում եմ, բայց ամեն դեպքում իրենց այսպես ասած բնական content-ը եւս պլանավորած ու դա զգացվում է։ Միանշանակ կարծում եմ անզեն աչքով կարելի է ժամանակի հետ դա եւս կփոխվի, որովհետեւ շատ արագ էս փոփոխությունը եղավ, կարծում եմ նույնիսկ 1.5 տարվա ընթացքում այդ կտրուկ փոփոխությունը եղավ, այնպես որ մեզ ժամանակ է պետք գալու իրական դաշտ։ Այո, նշեցիք ձեր խոսքում, որ շատերը առանց մարքեթինգի գոնե բազային գիտելիքների մուտք են գործում SMM դաշտ, իսկ արդյոք կոնտենտի մասնագետին անհրաժեշտ են մարքեթինգային գիտելիքներ եւ երբ են այս մասնագիտացումները իրար հետ առնչվում, բախվում, ինչ պետք է իմանա մասնագետը այս դեպքում։ Շատ լավ, եթե խոսենք visual content creator-ի մասին, ով զբաղվում է բրենդերի վիզուալների ստեղծմամբ, եթե խոսեինք 2-3 տարի առաջ, ապա այդ գրագետ, գեղեցիկ եւ այլն content-ի ստեղծումը այնքան էլ շատ մրցակցային էր, այսպես կարող եմ ասել։ Հիմա դա պարտադիր է, բայց ոչ բավարար։ Այսինքն, եթե դու visual content creator ես ու շատ գեղեցիկ նկարում ես, բայց բացարձակ չես պատկերացնում այդ բրենդին ինչ է հարկավոր եւ չկա բրենդի եւ ձեր միջև մասնագետ, օրինակ մարքեթոլոգ, ով կուղղորդի ձեզ, ապա լինել պարզապես visual creator ով նկարում է գեղեցիկ content, դա այլևս բավարար չի, որովհետեւ այսօր դա այլ խնդիր չի լուծում։ Լավ, իսկ առհասարակ մասնագետին ինչ հմտություններ են անհրաժեշտ, որպեսզի կոնտենտը իր ստեղծած կոնտենտը խոսի բրենդի անունից, այսինքն այն կոմունիկացիան, որը պետքա լինի օգտատիրոջ եւ բրենդի միջև, ինչպես պետք է կառուցվի։ Ես կարծում եմ կխոսեի բիզնեսների համար, որից կարող են նաեւ օգտվել creator-ները։ Կարծում նախ եւ առաջ պետք է սահմանել brand voice-ը, այն ձայնը եւ հետո ապա տոնը, որով մենք խոսում ենք մեր լսարանի հետ։ Պետք է զարգացնել տեսողական ընկալումը, որպեսզի այս մրցակցային դաշտում գոնե չկորչել, հետո ալգորիթմների ու թրենդերի ըմբռնումը եւս շատ կարեւոր է, եթե մենք խոսում ենք creator-ների մասին, ապա դու չես կարող լինել creator, content creator եւ բացարձակ չհասկանալ ինչ է կատարվում հիմա։ Տվյալների վերլուծությունն կարեւոր եւ պարտադիր, որովհետեւ այդպես ես հասկանում այդ content-ը, որը ստեղծվել է քո բիզնեսի համար, արդյոք աշխատում է թե ոչ։ Հետո storytelling-ը պարտադիր է ներդնել content-ում, առանց դրա պարզապես հնարավոր չէ։ Իսկ ինչ միջոցով storytelling, դա տեքստերն է, դա վիդեո հաղորդագրություններն է, ինչն է այս պահին ակտուալ։ Այս պահին ակտուալ է visual storytelling-ը, բայց ուղեկցվող խոսքով։ Այսինքն մի ժամանակ, եթե մենք երկար տեքստեր կարող էինք գրել, չնայած հիմա աշխարհը գնում է էլի երկար տեքստերին, բայց մի ժամանակ մարդիկ ավելի հակված էին կարդալու, իսկ հիմա ավելի հակված են դիտելու։ Հետևաբար վիզուալը սկսել է ավելի կարևոր դառնալ, բայց վիզուալի հետ միայն վիզուալը այլևս բավարար չի, այնտեղ պետքա լինի ինչ-որ պատմություն։ Եթե մենք կարողանում ենք պատմությունը փոխանցել առանց որևէ բառ ասելու եւ դա իդեալական կերպով տեղ ենք հասցնում,
Դա իրականում շատ լուրջ հմտություն է, որին ոչ բոլորն են կարծում եմ տիրապետում, դրա համար այստեղ գալիս է արդեն խոսքը, երբ մենք փորձում ենք ինչ-որ վիզուալի հետ համադրել նաև մեր պատմությունը։ Տվյալների վրա տվյալահեն ռազմավարություն շատ դեպքերում այդպես չի լինում, ես կասեի մեծամասամբ այդպես չի լինում։ Ինչն է խնդիրը, ինչու բյուջե չի տրամադրվում տվյալների հավաքագրման համար, ավելի խորքային ուսումնասիրությունների համար, ի վերջո մենք հենց ուսումնասիրությունների միջոցով ենք ստանում մեր թիրախային լսարանի պատկերը, այն բոլոր բնորոշումները, որով պետքա կառուցվի ճիշտ կոմունիկացիան, անում ենք, գալիս ենք լրիվ այլ քայլերով եւ հանգում նրան, որ բիզնեսը բողոքում է, որ չի աշխատում տվյալ կոնտենտը, տվյալ կոմունիկացիան, ինչն է պատճառը, որ չի արվում ճիշտ հերթականությունը։ Ես գիտեք այս հարցին երկու կարծում եմ տեսանկյունից կմոտենայի, նախ եթե խոսում ենք Հայաստանի մասին, ապա կարծում եմ հենց պետական մակարդակով պետքա դա արվի, որովհետև մեր երկրում ինչն է քիչ տվյալը, ոչ մի ոլորտում մենք չունենք մանրակրկիտ տվյալներ, իսկ դուք շատ լավ գիտեք, որ մանրամասն կոնե մի փոքր իրականությանը մոտ տվյալներ ստանալը բավականին մեծ ռեսուրս, բյուջեներ եւ ժամանակ է պահանջում։ Եթե վերցնենք փոքր բիզնեսին, ով նոր իր քայլերն է անում, ինչպես կարող է ինքը այդ տվյալները ձեռք բերել։ Իրականում իրեն երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի շուկան ինքնուրույն ուսումնասիրի։ Չեմ կարծում, որ որևէ փոքր բիզնես պատրաստ է օրինակ հենց սկզբում միլիոնավոր դրամներ տրամադրել իր ուզած վերլուծությունը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով ինձ թվում է այդ երկու կողմից բացը կա համ գրագիտության, համ ինչպես կազմակերպել օրինակ թիրախային լսարանի ուսումնասիրությունը։ Դրանք պարզ բաներ են հաճախ մարքետոլոգների տեսանկյունից, բայց բիզնեսմենը կարող է դա չպատկերացնել եւ այդպես սկսվում է process-ը ու բաց է մնում այն ամենակարևոր հատվածը։ Բայց բիզնեսը դիմում է, չէ՞, օրինակ SMM մասնագետի եւ նրանից նույն SMM մասնագետի վրա դրվում են պարտականություններ, գործառույթներ, որոնք ի վերջո նա պարտավորել չի իմանալ։ Սկսած մարքեթինգային ռազմավարություն գրելուց դուրս եկած մի շարք այլ պարտականություններով բյուջե որոշակի տրամադրվում է, բայց այդ բյուջեն էլ արդեն ի սկզբանե սխալ ուղղությամբ է տրամադրվում։ Ինձ թվում է բոլոր կողմերից սխալ կա, ես համ որպես մարքետոլոգ, համ որպես բիզնեսի հիմնադիր երկու կողմն էլ կարող եմ տեսնել, բայց կարծում եմ, որ երբ որ բիզնեսմենը միանգամից դիմում է SMM մասնագետի չունենալով ընդհանրապես բիզնես պլան, մարքեթինգ պլան, ոչինչ չունենալով դիմում է SMM մասնագետի, որը իր հերթին չունի կրթություն, մարքեթինգային կրթություն, այստեղ գալիս է այդ խնդիրը։ Բայց անկեղծ պիտի ասեմ, որ վերջին երևի 2 տարում կամ գոնե 1.5 տարում ես նկատել եմ այդ տենդենսը, որ մարքետոլոգ են փնտրում շատ բիզնեսմեններ ու սամ մարքետոլոգները ժամանակ եւ ջանք կտրամադրեն հենց հետազոտություններ անելուն, որովհետեւ դատան ամենաթանկ կարծում եմ կապիտալն է, որ մենք ունենք ու կարող ենք օգտագործել մեր բիզնեսների օգտին։ Մշտապես օգտագործել, Լեովին համաձայն եմ, շատ շնորհակալ եմ Թամարա, շատ հետաքրքիր եւ արդյունավետ զրույցի համար, կարծում եմ եւ բիզնեսի ներկայացուցիչները եւ ուղղակի օգտատերերը բավականին մեծ եւ օգտակար ինֆորմացիա կքաղեն մեր զրույցից։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։